Երկրորդ օրն է, բաց է Մարմարի գյուղի 3-րդ փողոցի առաջին տան դուռը։ Պետրոսյանները սպասում են, որ իրենց 2 տարեկան Տիգրանը մի հրաշքով տուն գա։ Տիգրանի պապիկը տեղը չի գտնում, 3 ժամը 10:30-ից 11-ն է անհետացել երեխան։ Ինքն այդ ժամանակ որդու հետ մեքենան էր վերանորոգում։ Տիգրանն էլ իրենց մոտ քրոջ հետ խաղալիս է եղել։ Հետո քույրը տուն է գնացել, որ հայրը մտածել է, թե Տիգրանն էլ է տանը։ Մայրն էլ կարծել է, թե երեխան հոր մոտ է։ Ամեն ինչ կատարվել է ընդամենը 10 րոպեի ընթացքում, պատմում են Տիգրանի հարազատները։ Չնայած գետ տանող ճանապարհն անցնում է Պետրոսյանների տան մոտով, բայց Մարմարիկում չեն կարծում, որ երեխան գետն է ընկել։ Նոր քայլող երեխան հազիվ թե կարողանար անցնել դժվարանցանելի արահետներով։ Գյուղում շշուկներ կան, թե հնարավոր է երեխային ինչ-որ մեկը գողացել է։ Ամեն օր տարբեր մեքենաներ են գալիս գնում, ինչ իմանան, որ մեկն ինչ նպատակով է Մարմարիկ մտնում։ Տիգրանի գլխարկն է, ոստիկանական շներն արդեն 2 օր է հոտոտում են այս գլխարկը, գնում են դեպի գետը։ Հետո Տիգրանենց տան բակի ծակուծուկերն են մտնում դուրս գալիս։ Երեխայի որոնումները շարունակվում են գետի ամբողջ ափին։ Երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին այս պահի դրությամբ մասնակցել է 100 փրկարարական ծառայող, այդ թվում ջրափրկարարներ եւ կինոլոգներ, ինչպես նաեւ կամավորներ։ Ոստիկանության նաև աշխատակիցներ եւ գյուղի բնակիչներ։ Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում են ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակներ։ Եվ այս պահին կարող ենք ասել, որ աշխատանքները շարունակվում են։ Պետրոսյանների ցավն ավելի է սաստկանում իրենց հասցեին հնչող անհիմն մեկնաբանություններից։ Իրենց ճանաչողները բացառում են, որ երեխան կորել է ծնողների անուշադրության պատճառով։ Գյուղում պատմում են, որ Տիգրանը գրեթե միշտ մոր գրկին էր։ Մարմարիկում հրաշքի սպասումով Աստված են կանչում։ Լանա Համբարձումյան, Առաքել Օհանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։